Բայց հետո ինքը նամակի վերջում գրում է, որ Արմոն չի էդի։ Բայց դա ձև չի, էլի Արմոնի մատախառն է հաստատ, ու ինքը գիտի հաստատ ով է։ Աստորեն այս անգամ էլ ոչ մի բան չիմացանք։ Աշ մի քիչ համբերի էլի։ Խես դու տես պիսիմիստ, մի անգամից վատն ես մտածում։ Նոր ենք այդ մարդուն գտե։ Թող մի երկու օր անցնի, ամեն ինչ կպարզվի էլի։ Ավիկ, որովհետև արդեն ներվերից վրա ազդում է այս պատմությունը։ Ես այսքան ժամանակ առաջի անգամ եմ լսում, որ իմ հերը Վարդանի հոր հետ ինչ-որ կապ ա ունեցել։ Գիտես, ես չեմ ուզում իմ հորը արդարացնեմ, ավո, դու ինձ ճիշտ հասկացի, բայց ինձ խմած 1000 անգամ ասել ա, որ ինչ-որ գաղտնիք ունի, որ ինչ-որ աններելի սխալ ա արել։ Ու ինձ թվում է, որ այս պատմությունը ինչ-որ կապ ունի դրա հետ։ Ես էլ եմ այդ մտածել աշ։ Հետո էլ ասում ես ինչ ես ներվայնանում, ինչ ես ներվայնանում։ Ավո ինչքան պետք է սպասենք, որ մի բան իմանանք։ Ամիգոր էլ ասի չու։ Դուխ եկար։ Ինչ է եղել, գնա, բան չկա, օքեյ։ Ջոն ջան, լավ է ամեն ինչ։ Գնա հանգիստ բարձրացի վերև։ Մենք չենք վիճում, կռիվ չենք անում։ Ամեն ինչ լավ է։ Բարձրացի վերև։ Հանգիստ բարձրացի վերև։ Արես քո ընկերոջից հոգնել եմ արդեն։ Արա ինչա սենց հավայ գալիս ես նայում բան, ինչ որ վախեցած բան, ինչա կատարում ես դու։ Ավիկ Հավայի չի գալի նայում մայում։ Բա ինչ ան։ Այն երկրում, որտեղ որ ինքը ապրում է, ամեն այսենց ստից վեճի համար մարդիկ իրար սպանում են։ Պաստորն իր մտքով անցավ, որ մենք ես իրար խփելու ենք։ Ես չգիտեմ ինչ անցավ իր մտքով։ Հա, Վարդան։ Բարև Ավիկ ջան։ Լավ ես, ոչ եմ խանգարում։ Չէ, ախպերս, ասա։ Ավջան, մի հատ հանդիպենք էլի։ Հանդիպենք խոսենք, մի քանի բան կա հետդ խոսալ։ Բրատ, եթե քեզ հարմար է, արի մերյան, ես դու։ Լավ։ Լավ է, դե սպասեմ։ Սա Վարդանը կգա։ Վարդանը կգա։ Ահո ես բացանում վերև։ Չնայած։ Չէ, ավ։ Անհանգիստ կլնեմ, արի բեր ես մնամ, հանգիստ կնստեմ ստե կողքդ։ Չգիտեմ ինչ ուզում ես արա, մենակ մի խառնվի իրար հանգիստ կնստես։ Հանգիստ կլնեմ, ավ։ Հանգիստ կլնեմ, խոսք եմ տալի։ Ինչ կա։ Ավջան, մի բան կա, որ պետքա քո հետ խոսամ էլի։ Ասա։ Բրատ սուրոյից մի ներվի ախպերս, իմ մանկության անգերն արխային խոսա։ Եվ այդ ինչ կա։ Լավ է Եվան, սալոն չի գնում այս երկու օրը, ես եմ գնում գալիս, այդ տղերքներն չեն երևում արդեն։ Նորմալ է։ Լավ է։ Կարևոր է դա։ Մնացածը ոնց է։ Լավ է Ավջան, մի քիչ Արմանն է ինձ անհանգստացնում, բայց իր այդ խոսամ դրան ինչ ա եղել, ինչ ցա է դե։ Ինչ են ուզում այդ տղուց, շպրծավել է դրանցից։ Ես էլ այդ ինձ մտածում, բայց փաստորեն չեմ պրծել։ Չգիտեմ ինչ որ տարօրինակ է իրան պահում։ Չեմ անում, բայց լավ, դրա մասին չեմ եկել խոսալ, ուրիշ բան կա։ Լասա։ Ավիկ, ազգային արխիվ էի գնացել։ Գնացել էի ծնողներիս մասին տվյալներ հանելու։ Գիտես ինչ-որ տարօրինակ։ Պարզվեց, որ ես ծնողներ չունեմ։ Եվ ոնց։ Բա, տենց։ Ոչ մի բան չկար, ոչ մի տվյալ չկար ծնողներիս հետ կապված։ Չգիտեմ, Աշոտի հորնամակում էլ նշված է, որ ավելի ուշադիր լինեմ, հատկապես հորս հետ կապված ամեն ինչին, այսինքն իր գործընկերներին, բա։ Չեմ հասկանում, այդ խիա տես գրե։ Հորդ նախկին գործընկերներից Աշոտի հերներ, Արմանը ու ինչ որ մեկը, որ չգիտենք։ Գիտեմ, բայց
Վարմանը մի հատ ճիշտ բան ասեց, ասում եմ մի քիչ ավելի ուշադրությունը ծևերի են հանգամանքի վրա, որ նախքան Արմոյի ու Աշոտի հոր հետ գործ սկսելը, հերս ինչ-որ ուրիշ գործ արել։ Ես տենց չեմ հիշում, չգիտեմ, բայց տարօրինակ էր ինձ այն փաստը, որ արխիվում ոչ մի տվյալ չկա, ոչ հորս մասին, ոչ մորս։ Ավելին ասեմ քեզ, գնացել էի ծննդատուն, որտեղ ես ու քուրս ենք ծնվել։ Լոգիկայով ընդհանրապես միշտ պահում են, չէ՞, ծնված երեխեքի մասին տվյալները 25 տարի պահվում է ծննդատանը։ Ավիկ պարզվեց, որ ես քուր չունեմ։ Քրոջս մասին ոչ մի տվյալ չկար, ինչ որ մեկը ջնջել է այդ տվյալները։ Բան չեմ ճոգում այդի։ Բայց դե Տարման տղեկի մոտ է հիմա։ Ոնց է չլինի մեր կողից մի բան կիմանանք։ Վերջ։ Գոնե տենց լինի, գոնե մի բան ասի էլի, որ այդ Արմոյից ինչ որ բան իմանանք։ Բան չեմ հասկանում արդեն, լրիվ խճճվել եմ։ Պարզենք էլ եմ իմ։ Չգիտեմ։ Կպարզենք ապեր, հաստատ կպարզենք իմ։ Այավ, եթե Աշոտը ստեղ լիներ, մի քիչ ուրիշ ձև կլիներ, էլի ուրիշ ձև կմտածեինք։ Ես, չգիտեմ, ես հիմա չեմ ուզում անիմաստ բաների մասին խոսամ, բայց մեկ-մեկ մտածում եմ, որ Աշոտի հետ ինչ-որ սերտ կապ է ունեցել ծնողների սպանության հետ։ Ինձ թվում է իր մեղքը ավելի շատ է այդ հարցում։ Գիտես, մեկ-մեկ ինձ նաև թվում է, որ Աշոտի հերին է սպանել ծնողներիս։